Ձեր իշխանության գալու պարագայում նվազագույն կենսաթոշակը ինչքան է կոստում։ Մեր քաղաքականությունը այսպիսին է. Հայաստանում կա 500,000 թոշակառու եւ 500,000 մոտ թոշակառու, որից տարիքային եւ նաեւ հաշմանդամություն ունեցող եւ մոտապես 800,000 գրանցված աշխատող, որից 600,000-ը մասնավորում, 200,000-ը պետականում։ Որպեսզի մենք կարողանանք մեր քաղաքականությունը ինչու է կայանում, նոր աշխատատեղերի ստեղծման քաղաքականության նպատակը ինչ է։ Եթե 200,000, 300,000, օրինակ 3 տարում 200,000, 5 տարում 300,000 աշխատատեղ ենք մենք ստեղծում ենք մեր երկրում, դա դնում է միլիարդավոր դրամների եկամտահարկի վճարում, որի արդյունքում մենք կարողանանք վերանայենք սոցիալական վճարները եւ մեր հասարակության նշանակալի մասի համար ապահովենք բազային մինիմալ զամբյուղի պահանջարկի իրականացում, այսինքն մարդը որ կարողանա իր թոշակով իր համար սնունդը, էլեկտրաէներգիայի վճարը, գազի վճարը կարողանա վճարել։ Պարոն Կարապետյան, եւ այդ բարեգործությունների հետ կապված հակակոռուպցիոն կոմիտեն ինչ որ ուսումնասիրություններ, կներեք հարց եմ տալիս ձեզ։ Հակակոռուպցիոն կոմիտեն ինչ որ ուսումնասիրություններ է սկսել ուսանողների ուսման վարձերի հետ կապված, արդեն ինչ որ անձին հրավիրվել են կառույց ինչ որ տեղեկություններ ունեք գործընթացից։ Ոչ, Տաշի բարեգործականը տասնամյակներ բարեգործություններով է զբաղվում, կա հազարավոր շահառուներ, դա այնպես չէ որ մինչև մի պրոցեսից հետո մենք այդպիսի մտահոգություն ճիշտ որ ասեմ չունենք։ Ես ուղղակի նայում եմ որ այսօր ունենք միջոցառում ենք երիտասարդների հետ ու ներկայացնելու ենք մեր տնտեսական քաղաքականությունը երիտասարդներին, եթե դուք ժամանակ ունենաք եւ լուսաբանեք, մենք ուրախ կլինենք նաեւ հետաքրքիր կանցնի դրանից հետո երիտասարդների տեսլականը փոխենք։ Երիտասարդներին այսօր կասեք անցումային փուլում ով է լինելու ուժեղ Հայաստանի վարչապետի տեխնատուն։ Անցումային փուլը նշեմ այն է որ պետք է սահմանադրությունում փոփոխություններ կատարեք։ Շատ լավ։ Երեք ազատության հարցազրույցը լսել եք։ Նայել եմ եւ հարցի պատասխանը չեմ ստացել։ Դուք ասում եք մի ձևակերպում, որ Հայաստանի սահմանադրությունը 5 անգամ պատասխանվել է այդ հարցին։ Համակարգով բան Կարապետյան, դուք ասում եք համակարգով, բայց դա հակասահմանադրական։ Ես կարող եմ 4 անգամ եւս Շնորհակալություն։ Դուք ինչ եք խոսում, չեմ խոսում։